Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Այսօր մենք կավարտենք 2020 թվականի պատերազմի թեման, կավարտենք այն իմաստով, որ ժամանակագրությունը արդեն սպառվում է։ Այսօր մենք կհասնենք մինչև նոյեմբերի 9-ը։ Հիշում եք, որ մենք տվյալ դեպքում խոսում ենք քաղաքական ասպեկտներից պատերազմի, ռազմական ասպեկտները մենք առանձին խոսակցություն ենք ունեցել դրանց վերաբերյալ։ Էլի շատ մանրամասն չենք վերլուծի այսօր, ավելի շատ դեպքերի հերթականությունը կներկայացնենք, կփորձենք ավարտի հասնել այն բոլոր սյուժեները կամ կտեսնենք ինչպես են ավարտի հասնում են բոլոր սյուժեները, որոնց մասին այս վերջին ընթացքում երևի արդեն չգիտեմ 2-3 ամիս ես հաշիվը կորցել եմ խոսում էինք, մենք ունենք մի քանի սյուժե, հիշեցնեմ, իշխանության կամ ղեկավարության սյուժեն Հայաստանի, ընդդիմության սյուժեն եւ արտաքին սյուժեն, որտեղ հիմնականում խոսում ենք ռուս-թուրքական դաշինքի մասին։ Այս 3 սյուժեներն էլ մտնում են, այսպես ասած, էնդշպիլի փուլ նոյեմբերի 1-ից մինչև 9 այս ժամանակահատվածն են գրքում մեր խոսակցությունը, այդ ընթացքում մտնում են բոլորն էլ էնդշպիլ եւ արդեն sense հանգուցալուծման նշանները ակնհայտ երևում են մինչև դեռ նոյեմբերի 9-ը։ Մենք հետագայում արդեն կշարունակենք խոսակցությունը, մենք իհարկե պետք է վերջնական գնահատականներն էլ տանք կապված եւ նոյեմբերի 9-ի հետ եւ պատերազմի ավարտի հետ, դա կանենք առանձին, բայց այսօր ուրեմն ժամանակագրորեն կավարտենք մեր խոսակցությունը, հուսով եմ, ինձ թվում է պետքա որ տեղավորվենք։ Ուրեմն սկսենք առաջին սյուժեից։ Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ղեկավարությունը այդ օրերին երևում է եւ լրատվությունից եւ նշաններից, միգուցե ոչ այդքան ակնհայտ, բայց ուշադիր հայացքի համար երևում է, որ արդեն պատրաստվում է հանձնվելու, նախապատրաստում է այդ հանձնվելու գործընթացը, այն գործընթացը, որը ավարտի հասավ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Դադարում են Նիկոլ Փաշինյանի այդ օրերին չկան բոլոր այդ կրակոտ ելույթները, մինչև վերջ պայքարելու խոստումները, դիմումները եւ կոչերը ժողովրդին, որոնք բավականին առատ էին հոկտեմբեր ամսին, հիշում եք, գրեթե բոլորին մենք անդրադարձել ենք այդ ելույթներին, կոչերին, այս կամ այն կերպով, բայց վերջին ելույթը, վերջին տենց կոչը եղել է այն, ինչ որ անցյալ հաղորդման մեջ կարծեմ թե նախանցյալի մեջ խոսեցինք, նոյեմբերի այս առաջի օրերին ընդհանրապես դադարում է, հրապարակային դաշտում էլ կարելի ասել հրապարակային խոսքով գրեթե հանդես չի գալիս, կա միայն մի հարցազրույց, կա մի տարօրինակ գրառում, ու տարօրինակ նոյեմբերի 8-ին արդեն մի գրառում կա, չէ, հենց նոյեմբերի 9-ին կներեք, որ Շուշիում մարտերը շարունակվում են։ Սա բառացիորեն մի քանի ժամ առաջ է գրում, կհիշեք, այդ փաստաթղթի արդեն հայտարարության ստորագրումից առաջ, ըստ էության հրապարակային դաշտից կարելի է ասել կորում է, եւ սա իհարկե կարևոր նշան է նրա, որ արդեն նախապատրաստվում է այլ գործընթացի ինքը, չնայած այն կրակոտ ելույթների, որոնք մինչև այդ ունենում էր, բայց մենք նաև մեր վերջին, թե նախավերջին իրոք հիմա չեմ հիշում խոսակցության ժամանակ էլ տեսանք, որ նույնիսկ այդ կրակոտ, այսպես ասած, ելույթներում, այն ելույթներում, որտեղ ինքը խոստանում էր պայքար մինչև վերջ, խոստանում էր, չգիտեմ, հաղթական պայքար, արդեն մենք տեսանք, որ կային որոշ նախադրյալներ, որոշ նշաններ նրա, որ իրականում այդ ամենի քողի տակ արդեն նախապատրաստում են լրիվ այլ քայլեր, արդեն ապագա արդեն դեպքերի, այսպես ասած, պատասխանատվության փոխանցման փորձ էր կատարվում դեպի ժողովուրդ, որ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը ըստ էության անուղղակի մեղադրում էր, որ չի կռվում, բավականաչափ ջանք չի գործադրում, այդ ամեն ինչը մենք մանրամասն խոսել ենք, հիմա չեմ ուզում կրկնել, բայց հղում եմ անում այդ նախորդ խոսակցություններին, որ սա այս ինչ որ ստեղ տեսնում ենք կտրուկ շրջադարձ չի, այլ նախանշաններ արդեն կային այդ պատասխանատվության փոխանցումը ժողովրդի վրա, տարօրինակ այդ ֆրազները, որ ոչ մի բան մենք պարտություն չենք համարի եւ այլն, նորից սկսում են այս ելույթներում երևալ։ Եվ էլի մի քանի նշաններ, հիմա նույնիսկ կարող է բոլորը չհիշեմ, այդ խոսակցությունների մեջ բոլորը կար։ Նաև այստեղ է, որ ուր է տարածվում, բայց ոչ պաշտոնական այն ժամանակ, որ ԱԺ պատվիրակությունը ու իշխող ուժի պատվիրակությունը մեկնում է Մոսկվա, Ալեն Սիմոնյանը կոնկրետ, հիմա արդեն մենք հետադարձ գիտենք, ինքն է Ալեն Սիմոնյանն է հենց արդեն պատմում, որ այո, գնացել էի Մոսկվա, որ չեմ հիշում ոնց էր ձևակերպել խաղաղություն աղերսեմ, թե չգիտեմ ինչ աղերսեմ եւ դրանից չեմ ամաչում, այսինքն սա էլ ուղիղ արդեն հաստատում է, որ process էր գնում, զուգահեռ
ռազմաճակատում Շուշիի մատույցներում դեռ մարտեր էին շարունակվում նոյեմբերի սկզբից, Շուշիի մարտերն էին ընթանում, դեռ քաղաքը վերցված չէր, այսինքն ռազմական իրավիճակը դեռ հանգուցալուծված չէր այդ առումով, բայց քաղաքական ղեկավարությունը արդեն ակնհայտ պատրաստվում էր այդ հանձնման process-ին, նաև էլի տենց տարբեր լուրեր, ԿՊ ֆրակցիան, արտահերտ նիստ, ԱԺ-ի արտահերտ նիստի առաջարկ եւ այլն եւ այլն, այսինքն ամեն ինչից երևում է, որ այս նախապատրաստական process-ի մեջ էին իրենք, մանրամասները ես չգիտեմ, իրենք կիմանան, իրենք մի օր կպատմեն, չեն պատմի, ես իմ վերլուծությամբ եմ այս ամեն ինչը բերում, ու բարձրաշատ բարդ վերլուծություն էլ չի, սահմանավանդ արդեն այսքան տարի անց։ Էլ եմ կրկնում, արդեն նոյեմբերի սկզբից ակնհայտ է, որ նախապատրաստում են այդ նոյեմբերի 9-ի տրամաբանությանը, բայց նախանշանները արդեն հոկտեմբերի վերջից երևում են, որ դեպի այդ են գնում, դրժելով ըստ էության իրենց խոստումները, փաստացի դրժելով մինչև վերջ պայքարելու եւ այլնի մասին մենք վերլուծել ենք նաեւ էս էլ է կարեւոր հիշեցնել, որ մինչև վերջ պայքարելը հաստատ չի նշանակում պայքարել մինչև թեկուզ Շուշի անկում կամ պայքարել, չգիտեմ, մինչև նոյեմբերի 9-ը, մինչև վերջ պայքարել լրիվ այլ տրամաբանություն է ենթադրում։ Ինչ վերաբերվում է ուրեմն մեր սիրելի ընդդիմությանը, այստեղ նույնպես, այսպես ասած, խաղը մոտենում է էնդշպիլի, նրանք էլ նախապատրաստում են իրենց հերթին հեղաշրջմանը, ակնհայտորեն իշխանության գալուն, այսպես ասած, այդ արտահայտությունը չեմ սիրում իշխանության գալու, ու տվյալ դեպքում լավ ասենք օգտագործենք իշխանությանը գալու, էլի պետք է հղում անեմ մեր նախորդ խոսակցություններին, որ հիմա մանրամասն չհիմնավորեմ, քանի որ մենք այդ թեմային շատ, այսպես ասած, տարբեր կերպերով, տարբեր կողմերից անդրադարձել ենք, իհարկե այս միտքը, որ իրենք պետք է պատերազմի ավարտից հետո եւ Հայաստանի պարտության գնով դառնան իշխանություն, այդ միտքը իրենց գլուխներում չի ծագել պատերազմի ավարտին եւ ոչ էլ նույնիսկ պատերազմի ընթացքում, իրենք դրան պատրաստվել են պատերազմից առաջ, ըստ էության մտքներում ունենալով, չգիտեմ գիտակցված թե չգիտակցված, ամենայնպես նույն այն սցենարը, նույն այն մոդելը, որ տեղի ունեցել 100 տարի առաջ 1920 թվականին եւ նույնպես հայ-թուրքական պատերազմի ավարտից հետո, պարտությունից հետո եւ նախապես պատրաստվելով հայ բոլշևիկները այն ժամանակ դարձան իշխանություն, այստեղ ըստ էության նույն սցենարն էր պատկերացվում մեր ընդդիմության կողմից, չեմ ասի մնացած բոլոր այդ արտաքին խաղացողների կողմից, բայց ընդդիմության կողմից այդ սցենարն էր պատկերացում եւ իրենք արդեն զգում են, որ պաղը հասունանում է եւ վերջնական, այսպես ասած, փուլ են մտնում, հավաքվում են էլի այդ 17 կուսակցությունը, հիշում եք, որոնք նաեւ հոկտեմբերի կեսերին էին հավաքվել եւ ըստ էության հեղաշրջման հայտարարություն էին արել, բայց անուղղակի այստեղ հավաքվում են, հայտարարություն են տարածում, որ պետք է ուրեմն վարչապետը հրաժարական տա, ինքնին դա այտենց շատ վատ ոչ լեգիտիմ միտք չէր այդ պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մանավանդ հետադարձել, որ նայում ենք էլ ավելի, ուրեմն, բայց մենք հասկանում ենք, որ այստեղ լրիվ այլ կոնտեքստ էր, լրիվ այլ նպատակներ էին, այդ մարդկանց նպատակը չէր Նիկոլ Փաշինյանի հրաժարականով Հայաստանի հաղթանակը ապահովել կամ պայքարը շարունակել կամ դիմադրությունը շարունակել, սա էլ մենք բազմաթիվ ուրեմն բաներով հիմնավորել ենք, թե ինչու ենք այդպես մտածում, ինչու ենք այդպես կարծում եւ ինչու չենք վստահում, բայց եթե կան էլի կասկածներ, կարող եմ մի փաստարկ եւս բերել, եթե խնդիրը լիներ ոչ թե պարզապես պարտության գնով իշխանության գալը եւ պարզապես Նիկոլին հեռացնելը եւ Նիկոլի փոխարեն իշխանություն դառնալը, ապա այդ ուժերը պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնեին նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ, բնականաբար նոյեմբերի 9-ից հետո, պարզավոր ոչ նոյեմբերի 9-ից առաջ, երբ որ դա դեռ չկար, բայց շատ հստակ պետք է դիրքորոշում հայտնեին, շատ հստակ իրենք պետք է կասկածի տակ դնեին այդ փաստաթղթի լեգիտիմությունը, ոչ միայն պահանջեին հրաժարական, այլ եմ ասում, խոսքը բնականաբար արդեն նոյեմբերի 9-ից հետո է, այլ պետք է պահանջեին նոյեմբերի 9-ի չեղարկում իրավիճակի հետ դարձ, շրջադարձ, նրանք երբեք դա չեն արել, մինչև հիմա չեն արել, դուք գիտեք բոլորդ, որ ոչ ոք Հայաստանում այդ խոշոր քաղաքական ուժերից երբեք նման պահանջ չի դրել են միայն փոքր ուժերը, ազգայնական ուժերը, նույն մարտական եղբայրությունը, որքան հիշում եմ նաև Սասնա միգուցե էլի ուժեր եղել են, ես հիմա կներեք, եթե չեմ հիշում, բայց խոշոր քաղաքական ուժերից ոչ ոք դա չի դրել, իսկ դա նշանակում է պարզապես զուտ իշխանության հարց դնել, այլ ոչ թե իրավիճակի փոփոխության, ոչ թե հայ ժողովրդին պարտությունից փրկվելով, այսինքն
այդ status quo-ն, ռուսական, ռուս-թուրքական այն ժամանակ status quo-ն իրենց լրիվ բավարարում էր, պարզապես իրենք մտածում էին, որ պարտության գնով իրենք կարող են դառնալ իշխանություն եւ իհարկե հույս ունեին հավանաբար, սա ես արդեն չեմ կարող ասել, դա իրանք կիմանան ավելի ճշգրիտ հավանաբար, ամենայն հավանականությամբ հույս ունեին, որ Ռուսաստանը պետք է իրենց աջակցի այդ հարցում, ինչպես որ հայ բոլշևիկներին աջակցեց 1920 թվականին, այստեղ իհարկե պատմության հեգնանքով այնպես է, որ այս process-ի առաջնագծում նաև դաշնակցությունն էր, որ 1920 թվականի զոհներ այդ իրավիճակի, այս անգամ երևի որոշեցին, որ հերիք է իրենք զոհելն իրենք, այսպես ասած բոլշևիկների դերը խաղան, բայց չստացվեց, կարծում եմ, էլի այստեղ չեմ կարող պնդել, բայց ամենայն հավանականությամբ Ռուսաստանին դա բացարձակապես պետք չէր։ Միգուցե ինչ-որ տենց անորոշ աղոթ-խոստումներ տվել են, ես չգիտեմ, բայց դա իրենց պետք չէր, այլև այլ պատճառներով կարծում եմ պետք չէր եւ ըստ էության այդպես բացայտ աջակցություն իրենք չստացան։ Կարծում եմ, որ եւ տրամաբանորեն էլ ասենք իսկ ինչի համար էր այդ ժամանակ Ռուսաստանին պետք որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, եթե այսպես թե այնպես կատարում էր իրենց բոլոր պահանջները, իրենց գլխավոր պահանջը նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը ստորագրելը, ռուսական զորքի հետ տեղադրել այդ ամեն ինչը կատարեց եւ դեռ էլի անելիքներ ուներ անելու, այլ բան է, որ ռուսական պլանները հետո չիրականացան, այլև այլ պատճառներով հիմա դրա մասին չենք խոսում, բայց ուզում եմ ասեմ առանձնապես շահագրգռվածություն էլ պետք է չլիներ եւ նույնիսկ եթե շահագրգռվածությունը կար, ես չգիտեմ, այդ ուժերը այսպես կոչված ընդդիմադիր, նրանք այնքան անտաղանդ դուրս եկան, այնքան անկարող դուրս եկան, որ նույնիսկ այդ իրավիճակում, այդ իրավիճակում, որում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հատկապես նոյեմբերին, դեկտեմբերին 2020 թվականի հայտնվել էր եւ հետո 21 թվականի սկզբին, բոլորդ կհիշեք, դա ուղղակի չգիտեմ, աշխարհի ամենաթույլ կառավարություններից մեկն էր այդ պահին եւ այդ իրավիճակում չկարողանալ այդ կառավարության հարցերը լուծել, իհարկե շատ հատուկ տաղանդ եւ հատուկ օժտվածություն պետք էր ունենալ, որը ունեին մեր այդ գործիչները։ Հիմա չգիտեմ, կարող եք ինձ հավատալ թե չհավատալ, բայց ես գրեթե ոչ մի վարքյան հենց այն ժամանակ է կասկած չեմ ունեցել, որ դա չեն կարողանալու անել եւ ճիշտն ասած իրանց այսպես ասած ներկայացուցիչներից մեկին, ոչ շատ բարձրաստիճան, բայց երբ որ փորձում էին իմ հետ էլ կապվել այդ օրերին, ասել որ դուք չեք կարողանալու դա անել եւ ավելի լավ է չփորձեք այդ դեմքերով անել, որով անում եք, որտեղ դուք ընդհանրապես փրկելու եք եւ քանի որ դուք չեք դնում սկզբունքային հարցերը, դուք դնում եք մենակ անձի հարցերը, դուք չեք դնում նոյեմբերի 9-ի հարցը, դուք չեք կարողանալու դա անել, բնականաբար ինձ մեղադրեցին, ասին, որ ես ծախված եմ եւ այլն, բայց եթե հիշում եք այդ խոսակցությունը, ես ուզում եմ հիշեցնել, որ 5 տարի է անցել եւ դեպքերը ապացուցեցին, որ ես ճիշտ էի։ Իհարկե ոչ միայն իրենք չկարողացան իրականացնել, այլև իրանք փաստացի փրկեցին։ Հիմա ես մի քիչ արդեն ոնց որ մի փոքր թեմայից շեղվում եմ, բայց քանի որ սկսել ենք այս խոսակցությունը, ես էլ արձանագրենք պատմության համար, ապագա սերունդների համար եւս մի անգամ արձանագրենք, որ իրանք փաստորեն փրկեցին։ Ոչ միայն ուղղակի չկարողացան, այլ փրկեցին, որովհետեւ ես կարծում եմ շատերս կհիշենք, որ երբ որ նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը եղավ, ես չգիտեմ, հիմա մեծամասնության մոտ ասեմ թե ոնց, բայց շատ մարդկանց մոտ իմ միջավայրում, այդ թվում իմ մոտ, հենց առաջի ու բնական ցանկությունն էր դուրս գալ փողոց եւ ուղղակի պահանջել այդ կառավարության հրաժարականը եւ ես կարծում եմ, որ եթե քաղաքական ուժերը, այդ քաղաքական ուժերը դրան չխառնվեին, այդ դեմքերը դրան չխառնվեին, մենք հասնելու էինք դրան եւ որովը դիմադրելու ռեսուրս չեր ունենալու կառավարությունը, բայց ինպես շատ մարդկանց հենց այդ գիշերը դժվարությամբ դա հեշտ որոշում չէր, բայց ոնց որ բնազդը թելադրեց, որ մենք ընդհանրապես դուրս չգանք փողոց, որովհետեւ փողոց դուրս եկան լրիվ այլ մարդիկ, ես նույնիսկ չգիտեմ հիմա դա ճիշտ են կարել թե սխալ, բայց ես ասում եմ, որ այդ էր իմ եւ շատ իմ ճանաչած մարդկանց դիրքորոշումը այդ պահին, որոնք սարսափելի վրդովված էին այդ հայտարարությամբ, սարսափելի իրենց խաբված էին զգում այդ կառավարության կողմից եւ ահա որ ընդդիմանում էին, բայց այն որ փողոց դուրս եկան եւ մենք բոլորս տեսնում էինք, որ դա ինքնաբուխ չէր, բոլորս տեսնում էինք, հասկանում էինք, որ դա նախապատրաստված էր, մեկը գիտեր, մեկը զգում էր, մեկը կանխազգում էր, չգիտեմ, Երևանով փրկեցին ըստ էության անհույս լրիվ անհույս իրավիճակից եւ հետագայում արդեն հայ ժողովրդի վզին փորձեցին փաթաթել պատասխանատվությունը, մինչեւ հիմա մենք դրա հետևանքների մեջ ենք եւ հայ ժողովուրդն էլ այնպես ստացվեց, որ արտաքին աշխարհի համար, այսինքն ինքը ընդունեց իր պարտությունը, ընդունեց հաշտվեց այս իրավիճակի հետ, մինչդեռ այդպես
կարող էր չլինել եւ չպետք է լինել։ Ամեն դեպքում մի բան այստեղ ամփոփելու համար արձանագրենք այս մի սյուժեի համար, որ եթե մտածում եք, որ ես ինչ-որ բան չափազանցնում եմ կամ ինչ-որ բան այսպես ուղղորդում եմ, կա օբյեկտիվ չափանիշ։ Բացի այն ինչ-որ մենք նախորդ մեր զրույցներում խոսել ենք, կա օբյեկտիվ չափանիշ։ Եթե իրենց խնդիրը լիներ Հայաստանը, հայ ժողովուրդը, այլ ոչ թե զուտ իշխանությունը, ապա միանշանակ իրենք պետք է պահանջեին նոյեմբերի 9-ի անմիջական չեղարկումը եւ կոչանային պայքարի շարունակության։ Իրենք երբեք նման բան եւ դատապարտեին միանշանակ եւ ասեին, որ մենք դա չեղարկելու ենք։ Իհարկե, պարզ է բոլորիս, որ նրանք դա չէին կարող անել եւ չէին անելու, որովհետեւ դա նաեւ իրենց ջանքերի արդյունքն էր նոյեմբերի 9-ը եւ դա իրենք են ծառայել ամեն ինչ արել այն պետությանը եւ իրենք չէին կարող դուրս գալ Ռուսաստանի դեմ, որը նոյեմբերի 9-ի կնքահայրն էր, այսպես ասած, բնականաբար չէին կարող եւ ինչեւ իմ այլ չէին կարող եւ դրա համար մինչեւ իմ այլ, եթե նույնիսկ ուղիղ հարց են իրենց տալիս այդ փաստաթղթի վերաբերյալ, իրենք այսպես ցերվական պատասխաններ են տալիս։ Եվ ելի եմ կրկնում, առանձին դեռև որ գնահատականը տանք, բայց հիմա էլ նախնականացավ, դա նաեւ իրենց ջանքերի արդյունքն էր, իրենց գաղափարախոսությունն էր, ըստ էության թաքնված կամ բացահայտ դադարեցնել պատերազմը օր առաջ, ռուսական զորք էին իրենք քարոզում, էլի իրենց թե ֆեյքերով, թե չգիտեմ մնացած ամեն ինչով, եւ այլն, ասենք իրենք չէին էլ կարող սրա դեմ դուրս գային։ Հիմա հասնենք մեր մյուս սիրելի սյուժեին, ռուս-թուրքական սյուժեին։ Այստեղ բավականին հետաքրքիր էլի զարգացումներ կան, որոշակի նույնիսկ նյարդայնացում կա, որոշակի մի թեթև կամ չգիտեմ գուցե ոչ մի թեթև լարվածության նշաններ երկու մեր սիրելի ուրեմն դաշնակիցների ռետորիկայում միմյանց նկատմամբ, ու ինչը նույնպես բացատրվում է, կարծում եմ նրանով, որ մոտենում է արդեն Էնդշպիլին, իրենք էլ գիտեն, որ արդեն հանգուցալուծումն է մոտ, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, հասկանում են, որ նաև արդեն Հայաստանի ղեկավարությունն է պատրաստ ճակերտներում, ասենք, վճռական քայլի, եւ բնականաբար այստեղ արդեն քանի որ վերջնամասը մոտենում է եւ պայմանավորվածությունները պետք է կատարվեն, որոշակի դինամիզմ է process-ներին ավելանում, հետաքրքիր է, որ այդ օրերին սովորականից ավելի շատ կարծես ռուսները սկսում են խոսել այդ սիրիացի ահաբեկիչների ներկայության մասին Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում, մենք խոսել ենք նրա մասին, որ շատ զուսպ են ընդհանրապես եղել պատերազմի ընթացքում այդ թեմայի վերաբերյալ ռուսները համեմատած նրա եթե իրենք ինչ պետք է անեին, եթե իսկականից տեղյակ չլինեին ու եթե իսկականից առանց իրենց հետ համաձայնության այդ քայլերը կատարվեին, բայց այստեղ սկսում են սովորականից ավելի շատ եւ սովորականից ավելի կարծես նույնիսկ չեմ ասի շատ կոշտ, բայց համեմատաբար ավելի կոշտ շեշտադրումներով խոսալ եւ նույնիսկ ով զարմանք էլ ավելի կարեւոր սկսում են այդ կոնտեքստում մեկ-երկու անգամ կարծես նաեւ Թուրքիային հիշատակել, ինչը ամբողջ պատերազմի ընթացքում չի եղել, մենք խոսել ենք դրա մասին ի տարբերություն օրինակ արևմտյան պետությունների եւ քարոզչության հիշատակումներով միանշանակ Թուրքիայի դերը շեշտել եւ դատապարտել են, այդ թվում նաեւ այս սիրիացիների կապակցությամբ ռուսները սիրիացիների այդ թեման հիշատակելով երբեք չեն ասել թե որտեղից են այդ սիրիացիները հայտնվել, կարծես դա այտենց իրանք օդից ուղակի այդտեղ իջել են, որ առավել ևս Թուրքիայի հետ ինչ որ կապ ունեն, այստեղ կարծես նույնիսկ սկսում են դա հիշատակել, ճիշտ է, էլի ոչ այսպես վերջնական ուղակի եւ ոչ հաճախակի մեկ-երկու անգամ, բայց ամենելեպս հիշատակում է արվում եւ Լավրովը, Զախարովան, չեմ կարողանում իսկ Պեսկովը կներեք, որ հիմա չեմ ճշտում, այդքան էական չի տվյալ դեպքում, բայց ոչ Պուտինի մակարդակում իհարկե։ Եվ Նարիշկինը նորից հայտնվում է, ուրեմն գիտեք արտաքին հետախուզության ղեկավարը Ռուսաստանի եւ նայել, որովհետեւ մինչեւ այդ Նարիշկինը խոսել է ահաբեկիչների թեմայից, հիշում եք, առաջիններից մեկը ռուսական պաշտոնյաներից, այդ էլ ենք ուրեմն ներկայացրել, վերլուծել, այստեղ նոր թեմա է ավելացնում, էլի Թուրքիային է հիշատակում, ոչ անմիջական ահաբեկիչների հետ կապի մասին, բայց ասում է, որ թուրքական հետախուզությունը մեծ հայտնագործություն իհարկե մասնակցում է Ղարաբաղի պատերազմին։ Եվ այստեղ նաև այս ֆոնին, այս ամենը նոյեմբերի սկիզբն է, այս ֆոնին նաև
որոշակի պես նյարդայնություն նաև գալիս է պատասխան, ոչ Թուրքիայի կողմից, բայց Ադրբեջանից, այդտեղ նախ նոյեմբերի սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է այցելում, ուրեմն Բաքու խոսակցություն են անում, մոտավորապես պարզ ինչի մասին, հետո Ալիևն է, ուրեմն որոշ այսպես կերպով արձագանքում Լավրովի հայտարարությանը այդ աբեկիչների մասին, մի քիչ նյարդային է արձագանքում եւ բացի այդ ասում է, որ Ռուսաստանը դա պետք է չեզոքտեր խաղա այս հակամարտության մեջ, ռուսները սրան էլ են պատասխանում, տենց իհարկե ահագին մեղ ոճով, որ գիտեք, ինչ մենք զարմացած ենք, Ալիևը այդքան էլ ճիշտ մեզ չի հասկացել, պետք է ավելի ուշադիր կարդալ եւ այլն։ Այսինքն սա նյարդայնություն է, այս նյարդայնությունը բավականին կարճ է տևում եւ հանգուցալուծում է ունենում, էլի նոյեմբերի սկզբին 4-ի 5-ի կողմերը, նոյեմբերի խոսում են միմյանց հետ Պուտինն ու Էրդողանը, այդ խոսակցությունից հետո դադարում է այս ամբողջ թեման, այլևս այդ նյարդայնությունը դադարում է, խոսում են եւ այդ հաղորդագրության մեջ էլ շեշտվում է, որ քննարկել են Ղարաբաղի հարցը եւ բանի են եկել, որ իհարկե պետք է ջանքեր շարունակեն գործադրել խաղաղության հաստատման եւ այլն եւ այլն։ Այսքանով ավարտում, այսինքն որոշակի լարվածություն, հետո առաջնորդների խոսակցություն, հավանաբար ճշտում են խնդիրները եւ վերջանում է սա, բայց պետք է հասկանանք մենք ինչու ընդհանրապես էս որտեվ ինչու պետք է այս լարվածությունը լիներ, կարծում եմ դժվար չէ էլի հավանական տվյալ դեպքում ենթադրություններ անել, բայց ենթադրություններ հավանական շեշտում են ոչ թե ուղղակի տենց բանից օրինաց, քանի որ մոտենում էր ավարտը եւ բնականաբար այն նախնական ընդհանուր համաձայնությունները, որ կային, պետք է ուրեմն ճշտվեին, որ դրանք ուժի մեջ են եւ ուրեմն կատարվելու են, կարծում եմ հատկապես Ռուսաստանի մոտ որոշակի նյարդայնություն այստեղ պետք է լիներ, որովհետեւ շատ է, այսպես ասած, իրենք էին այստեղ կախված վիճակում, հա, այսպես ասենք, որովհետև արդեն Ադրբեջանը մտնում էր Շուշի եւ դրանից հետո ըստ էության Ալիևի ձեռքում էր իհարկե Էրդողանի հետ դաշնակցած իր ձեռքում էր ինքը կանգ կառնի Շուշիում, թե կմտնի Ստեփանակերտ եւ օրինակ ամբողջ Արցախը կփորձի միանգամից գրավել, քանի որ ռուսական զորքը այնտեղ չէ, դա պետք է դեռ ժամանակ եւ դա մեծ հաշվով բարի կամքից էր կախված։ Միգուցե ենթադրում եմ, որ ռուսների մոտ կար որոշակի մտավախություն, որ կարող է բոլոր այդ պայմանավորությունները չկատարեն եւ համենայնպես երաշխիք էին ուզում եւ այստեղից այդ քննադատական թեմաների ավելացումը, որը իհարկե իհարկե ես կարծում շանսերը շատ քիչ էին ռուսները դա հասկանում են, որ կխախտվեն այդ պայմանավորվածությունները, մեծ չէին այդ շանսերը, բայց նույնիսկ եթե այդպիսի շանս կար, այսինքն երաշխիքի համար իրենք այդ թեմաները բարձրացնում էին ահաբեկիչների, Թուրքիայի ներգրավման եւ այլն, որ եթե հասկացնելով դրանով, որ եթե հանկարծ ինչ որ պայմանավորվածություններ խախտվեն, մենք ունենք առիթներ միջամտելու իրավիճակին, ռազմական միջամտելու իրավիճակին, այդ դեպքում պետք է ուրեմն, այսպես ասած, զգուշանանք մեր միջամտությունից ռազմական, կարծում եմ սա էր ուղերձը ռուսների, հավանաբար միգուցե, ես չգիտեմ, կային էլի ինչ որ դետալներ, որոնք ճշտման կարիք ունեին կամ երաշխիքի կարիք ունեին, չեմ կարող ասել ես դա իհարկե արդեն, դա իրենք կիմանան, ես այս մի վարկածն եմ առաջ քաշում, որ միգուցե ենթադրում էին, որ Ալիևը Շուշին չի կանգնի, որտեղ ինքը պետք է կանգներ, որպեսզի ռուսները մտնեին, հասկանում եք, չէ՞, բոլորը իսկ ինքը մեծ հաշվով, եթե տես վերցնես վակուումի մեջ, եթե չենթադրես նախնական ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն, իսկ ինչի պետք է ընդհանրապես կանգներ։ Մարտը Շուշիում էր, Ստեփանակերտը դեմն էր, հայկական քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը արդեն քայքայման process-ի մեջ էր, ինչու պետք է Ալիևը կանգներ, չէ՞։ Մի դեպքում, մենք խոսենք Կերկիսյան մասին, որ նորից հիշեցնեմ, մի դեպքում կարող են ինքը կանգնել, եթե նախնական պայմանավորվածություն կար, որ մինչև Շուշի է, դրանից հետո կանգնում ենք Ղարաբաղը բացի Շուշիից եւ ազատագրված տարածքներից նախքին ռուսներինն է։ Եթե նման պայմանավորվածություն նախապես չլիներ պատերազմից առաջ եւ Թուրքիան էլ դրա մեջ չլիներ, բնականաբար ոչ մի տրամաբանություն ռազմական չկար, որ Ալիևը Շուշիում կանգներ, նա միանգամից կվերցներ կաներ են ինչ որ 2023 թվականին արեց։ Եվ էլ եմ ասում, հավանաբար այստեղ այդ ռուսների կողմից որոշակի նյարդայնությունը երաշխիքների հետ էր կապած, այստեղ նաև պետք է ավելացնենք այն ինչը որ անցյալ անգամ էլ խոսեցինք, որ հիշում եք Փաշինյանի այդ նամակը ուղղված, հա, բանի Ռուսաստանի, որ ոնց որ հիմնավորում էր, որ հայկական պայմանագիրը պետք է գործադրվի
եւ այդտեղ կարող էր թվալ, որ սա տենց ասենք ռուսներին անհարմար վիճակի մեջ գցելու խնդիր էր, բայց հիշում եք նաեւ, որ հենց նույն իշխանության ներկայացուցիչները մեկնաբանեցին, որ իհարկե ամեն ինչ համաձայնեցված է ռուսների հետ եւ դժվար է ենթադրել, որ համաձայնեցված չլիներ, որտեղ մենք նաեւ տեսնենք, որ այդ ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանը ըստ էության ամեն ինչ անում էր այնպես, ինչպես որ ռուսներին պետք էր եւ այստեղ նույնպես ես կարծում եմ սա իրոք փոխ համաձայնեցված է ռուսների հետ նույնպես ռուսների համար սա պետք էր որպեսզի եթե հանկարծ պայմանավորվածությունները չգործեն եթե հանկարծ Թուրքիայի կամ Ադրբեջանի մտքով անցնի որ միգուցե իրենք չկատարեն ինչ որ նախապես պայմանավորվում ռուսները իրավական հիմք ունեն որ գիտեք ինչ Հայաստանը մեզ դիմել է եւ մենք կատարում ենք մեր դաշնակցային պարտավորությունները կարծում եմ սա նույնպես ամենալավ բացատրվում է այս կոնտեքստում, որտեղ այլ կերպ տենց առանձնապես ոչ մի բացատրություն չունի Նիկոլ Փաշինյանի այդ քայլը մանավանդ որ տեսնում ենք որ Նիկոլ Փաշինյանը արդեն ինքը այդ ժամանակ պատրաստվում էր այդ ռուսական պլանի իրականացմանը եւ դրան զուգահեռ նաեւ այս ամենի զուգահեռ արդեն հաստատել էր որ Հայաստանը համաձայն է ուրեմն ռուս խաղապահ զորքերի տեղադրմանը Արցախում դա նույնպես իհարկե ուղիղ վկայություն է նրա որ արդեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր այդ նոյեմբերի 9-ի դրամաբանությանը հանձնվելու դրամաբանությանը եւ սա նույնպես կարծում եմ ռուսների համար էլի մի հատ բան էր որ տեսեք Հայաստանը համաձայն է որպեսզի նախապես սա հրապարակային ունենան այս խաղաթուղթն էլ ունենան այդ իմ ասած երաշխիքի համար մի փոքրիկ բան ավելացնեմ այն առաջի թեմային մոռացա ասեմ Կարող առաջին հանցքից տալ, որ կապ չունի, առաջի թեման հիշեցնեմ, իշխանության պատրաստվել է արդեն հանձնվելուն, ինչ համար այն ժամանակ էլ, ես հիշում եմ, տարօրինակ էր, մեղմ ասում, տարօրինակ էր եւ եթե չասեմ վրթովեցնող էր, երբ որ դե ասում էին Շուշիում մարտերին մասնակցում են, թե նույնիսկ ղեկավարում են Վանեցյանը, Սեյրան Օհանյանը եւ այլն, ես այն ժամանակ չի կարող հասկանալ, ասում եմ, լավ, այն ժամանակ ես դեռ պատկերացնում եմ այնպես, որ մեր ղեկավարությունը իհարկե հաղթանակի կողմից է, հաղթանակի համար է եւ այլն, եւ պատրաստ են իրոք մինչեւ վերջ պայքարել, մտածում եմ, լավ, այս մարդիկ չեն հասկանում, որ այդ դրանք Շուշիում, այդ գործիչները ինչ նպատակներ ունեն, ինչ ճամբարի մաս են, ոնց կարելի է Շուշիի պաշտպանությունը վստահել այդ մարդկանց։ Ես նույնիսկ չեմ ասում վատ մարդկանց, էլի ես հիմա անձնական որակներ չեմ վերցնում, ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ, որպես քաղաքական շատ հստակ ճամբարի ներկայացուցիչներ առնվազն կասկածի տակ պետք է դրվեին եւ ես զարմանում եմ ինչպես է ասել Նիկոլ Փաշինյանը դա տենց հանգիստ բանանում բայց հիմա մտածում եմ որ միգուցե դա էլ հենց լավ էլ հասկանալով մտածված որպեսզի արդեն պատրաստ լինելով հանձնվելու արդեն պատրաստելով այդ պլանը որպեսզի հետո էլ ասի դե տեսեք Վանեցյանը Սեյրան Օհանյանը գնացին Շուշին չկարողացան պաշտպանել հանձնել եւ այլն միգուցե չեմ պնդում սա միգուցե սա էլ է դրամաբանության մեջ սա որպես դետալ ուղղակի ավելացրեցի եւ մնում էր ուրեմն հայ ժողովուրդը հայ հասարակությունը այս ամեն ինչի ֆոնին այս ամեն ինչից դուրս այս ամեն ինչից մեծ հաշվով անտեղյակ թեև ինչ որ բաներ զգացող բայց ես ուզում եմ ես շեշտեմ անպայման որ մինչև վերջի ես սա էլի ասել եմ բայց ուզում եմ շեշտեմ որ իրականում մեր հասարակությունը մեծամասամբ ով ինչ ուզում է թող հիմա հետադարձ ասի ինչպես մենք ինքներս մեզ հիմա վերաբերվենք մինչև վերջ իրեն դրսևորեց շատ լավ իրականում եւ իր պետությանը հավատարիմ ոչ թե իշխանությանը ոչ թե այդ բանին իր պետությանը հավատարիմ ես ուզում եմ հիշեցնեմ կարող շատերը այդ մոռացել եք հիմա բայց մինչև վերջ մինչև նոյեմբերի 9-ի կեսգիշեր երբ որ արդեն այդ փաստաթուղթը պետք է հրապարակվեր մարդիկ հավատում էին պետության տված ինֆորմացիային հիմա դուք մենք կարող ենք ասել բոլորս որ ինչքան վատ էր դա ինչքան սխալ էր խաբվում էինք չէ դա շատ լավ շատ ճիշտ որակ է ժողովուրդ ջան այլ բան է որ մեր պետությունը մեզ խաբեց մեր ղեկավարությունը մեզ խաբեց մեր քաղաքական էլիտան մեզ խաբեց բայց այդ հավատարմությունը մինչև վերջի վարկյան սեփական պետությանը դա շատ կարևոր, շատ բարձր որակի դրսևորում էր մեր եւ հասունության դրսևորում էր մեր հասարակության կողմից։ Իհարկե հազար ափսոս, որ այդքան դա չարաշավվեց, որ մեզ խաբեցին, բայց մինչև վերջի վարկյանը, նույնիսկ երբ որ արդեն Միքայել Մինասյանը հրապարակեց նույնիսկ այդ փաստաթուղթը, մարդիկ չէին հավատում, ասում էին սա ֆեյք է եւ սա
դուք մի մեղադրեք ձեզ, մի մտածեք, որ դուք դա վատ է եղել, դա շատ լավ է եղել, որ դուք ձեր պետությանն եք հավատարիմ եղել, դուք հաղթանակի գաղափարին եք հավատարիմ եղել, դիմադրության գաղափարին եք հավատարիմ եղել, եւ դուք շոկի մեջ եք հայտնվել, որ պատերազմի դադարեցման որոշում է ընդունվել, դա էլ շատ լավ որակի մասին է խոսում։ Այս որակն է, որ ինձ օրինակ ես դա տեսել եմ եւ չեմ մոռանալու եւ ինձ հույս է տալիս, որ մենք կունենանք լրիվ ուրիշ Հայաստան, որտեղ մենք այդ որակը ցույց ենք տվել, այդ որակը ունեցել ենք եւ այդ որակը ես մեր ժողովրդի մեջ տեսել եմ։ Եվ այդպիսի ժողովրդին խաբելն ու դավաճանելը իհարկե տասնապատիկ կամ այդպիսի ժողովրդի վրա նույնիսկ մեղքը գցելու փորձը ում կողմից էլ որ լինի, տասնապատիկ ավելի, այսպես ասենք, տգեղ եւ չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, դրսևորում է։ Իհարկե, հիմա մեր հասարակության զգալի մասը, ես չգիտեմ մեծ մասը, զգալի մասը կամ որ մասը արդեն այդ քարոզչության ազդեցության տակ ինքը կարելի է ասել նաև իր զգացողություններն է անմիջական մոռացել, արդեն մարդկանց մեծ մասը հավատում է, որ այդ պարտությունը անխուսափելի էր, որ ընդհանրապես պետք էր այսպես ասած, ինչպես ասում են, խուսափել պատերազմից, այսինքն միանգամից հանձնվել, որ մենք հաղթելու շանս չունենք։ Սա նորմալ է, ես չեմ մեղադրում մարդկանց, որովհետև որևէ ժողովուրդ այս տիպի քարոզչություն, եթե իր նկատմամբ իրականացվեր, ընդ որում բոլոր այդ թվում հակադիր ուժերը, բոլոր ներքին, բոլորը քարոզում են, որ այդ պատերազմը ինքնին անիմաստ էր, որ հաղթելու շանս չունենք, իշխանությունն է դա քարոզում, ինդիմությունն է դա քարոզում, արտաքին ուժերն են ամեն ինչ անում, որ դա այդպես մտածի, ոչ մի ժողովուրդ նման քարոզչությանը չէր դիմանա։ Հնարավոր չի որևէ հասարակություն, շարքային մարդիկ չեն կարող իրենք իրենցով այնքան կրթված, այնքան իմաստուն, դա մեծ բան է պահանջում։ Իսկ ինքնուրույն կերպով այդ հարցերի ճիշտ պատասխանները ձևակերպեն, եթե այդքան քարոզչություն է կիրառվում, ըստ էության 95-99%, 1% հակառակ ձայն է լսվում։ Այդ 1%-ը չի կարող եղանակ փոխվի եւ այս այդ իմաստով մարդկանց չեմ մեղադրում, որ հիմա իրանք արդեն այդ մտածողության մեջ են։ Դա լավ չի, այսպես ասում եմ նորմալ է, բայց լավ չի, բայց համենայն դեպս բնական է եւ մարդկանց մեղադրելու չի, բայց ես հիշում եմ այն ինչը որ այն հավատարմությունը սեփական պետությանը, որը դրսևորեց մեր հասարակությունը պատերազմի ընթացքում, պետք չի դա մի մոռացեք։ Ինքներդ ձեր մասին մի մոռացեք, որովհետեւ դա մեր մասին լավ է խոսում եւ ես կարծում եմ կհաստատեն մարդիկ, որոնք ինպես հիշում են 90-ականների պատերազմը, որում մենք հաղթեցինք, բայց ես չէի ասի, որ մեր հասարակությունը կամ դրա ահագին մասը այդ ժամանակ իրեն ավելի լավ դրսևորեց, ոչ, այդ ժամանակ շատ ավելի մեծ անվստահություն կար, այդ ժամանակ շատ մարդկանց մեջ կար այդ փախուստի ձգտումը, պատերազմից խուսափելու ձգտումը, շատ ավելի մեծ էր ինձ թվում է, չգիտեմ կհաստատեք թե չէ, իսկ 20 թվականին այդպես չէր, 20 թվականին տարբերվում էր, մարդիկ կամավոր գնում էին, զինկոմիսարիանտների մոտ հերթեր էին, 90-ականներին չկային զինկոմիսարիանտների մոտ հերթեր։ Իհարկե կասեք, հետո այդ կամավորները գնացին, այնտեղ չկռվեցին, չգիտեմ, այս արեցին, այն արեցին, բայց դա պետության մեղքն է։ Չկա այդպիսի ժողովուրդ, որ ինքը տենց գնա պատերազմի դաշտ ու առանց պետության նորմալ կազմակերպման կարողանա կռվել։ Բայց չի լինում, աշխարհի լավագույն ամենառազմունակ ժողովուրդներն են, մի 90% սովորական մարդիկ են, մի 10%-ն է, որ տենց ինքն իրանով կարա գնա կռվի։ Գնում են, եթե այնտեղ կազմակերպում չկա, կամ նահանջում են, կամ քայքայվում են, կամ փախնում են։ Բոլորը աշխարհի պատմության մեջ նայեք ցանկացած երկրի պատմություն, անկազմակերպ վիճակում այդպես է լինում։ Մարդիկ այդտեղ էլի մեղավոր չեն։ Պետք չի մենք մեր վրա այդ մեղքը վերցնենք, դա մեր մեղքը չի եղել։ Դա քաղաքական ղեկավարման մեղքն է, դա քաղաքական էլիտայի մեղքն է ամբողջությամբ վերցված։ Գիտենք, հիշում ենք բոլորս, որ այդ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը այդ չարաբաստիկ փաստաթուղթը հայտարարությունը հրապարակվեց եւ վարչապետը մեր, կամ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը նաեւ գրառում արեց Facebook-ում իր ոճով եւ այդ գրառումը հիմա չեմ ուզում կարդամ եւ ասեց էլի, որ սա հաղթանակ չէր, բայց պարտություն էլ չէր, նորից մտավ այդ իր բանի մեջ, որ մենք խոստացել ենք, որ երբեք չենք պարտվի։ Դրանով սկսվեց պատերազմը, հիշում եք ազգային ժողովում առաջի օրը հենց այդ
իր տարօրինակ միտքը արտահայտեց, մեղմ եմ ասում տարօրինակելը չեմ ուզում այս ֆորմատի մեջ ավելի սրել, որտեղ սա մի քիչ այլ ֆորմատ է այս խոսակցությունը, գիտեք, եւ դրանով ավարտեց եւ բացի այդ հայտարարեց, որ մենք պայքարեցինք մինչեւ վերջ։ Սա ամենահետաքրքիր նախադասությունն է այդ իր գրառման, այդ նոյեմբերի 9-ին, այսինքն թե նոյեմբերի 10-ն էր գիշեր էր։ Ես այսօր վերընթերցեցի, չէի հիշում անկեղծ ասած, ու ոնց որ զարմանքս բավականին թարմ է, որ պարզվում է, որ մինչև վերջ պայքարելը էդ էր։ Այսինքն մեր ղեկավարության լեզվով պայքարել մինչև վերջ նշանակում էր 44 օր պայքարել, սպասել Շուշիի անկմանը եւ վերջ։ Պայքարեցինք մինչև վերջ։ Ես չեմ ուզում նույնիսկ ավելորդ թե հիմա հիմնավորեմ նորից ու ասեմ, որ իհարկե դա մինչև վերջ պայքարել չէր, բայց փաստորեն այն բոլոր ելույթները, որ մենք կարդում էինք եւ այն ժամանակ դեռ լուրջ էինք ընդունում, որ մարդ ասում էր մինչև վերջ պայքարելու ենք չենք նահանջելու շանս չունենք, դե լուրջ էինք ընդունում եւ մտածում ենք, հա մինչև վերջ ենք պայքարելու։ Պարզում է ինքը լրիվ այլ բան նկատի ուներ մինչև վերջ պայքարել ասելով եւ 44 օր էր այդ կամքը կամ նույնիսկ ավելի պակաս։ Եվ իհարկե այս արդեն վերջացնում ենք այսօր նաեւ Արցախի նախագահ այն ժամանակվա Արայիկ Հարությունյանը էլի գրառում է անում, որ ինքը ամբողջությամբ համաձայն է, որ միասին խոսել են, համաձայնեցրել են այդ ամեն ինչը եւ հիմնավորում է դա, այս արդեն անցում է հաջորդ խոսակցության, հիմնավորում է, որ համենայն դեպս որպեսզի ամբողջ Ղարաբաղը չկորցնենք, այ դրա համար պետք է դա ստորագրել։ Ես հիմա նույնիսկ չեմ մեկնաբանի, թե ինչքան սին էր այդ հիմնավորումը, որտեղ բոլորդ գիտեք հիմա Ղարաբաղը ինչ եղավ, Արցախն ինչ եղավ եւ ուր է հիմա Արայիկ Հարությունյանը։ Բայց այս արդեն իմաստավորումը գնահատականները կտանք հաջորդ անգամ, ասում եմ, որ առանձին սիստեմատիկ լավ խոսակցություն ունենանք այս թեմայով, ռազմական իմաստով արդեն ամփոփել ենք դեռ վաղուց, բայց քաղաքական իմաստով այս նոյեմբերի 9-ի գնահատականը շատ կարեւոր է տալ, որտեղ այստեղից է սկսվում այն ամեն ինչ, ինչ որ մենք մինչև հիմա ապրում ենք, եւ եթե այդ գնահատականում մենք հստակ չլինենք, մենք երբեք այս իրավիճակից դուրս չենք գա, այստեղ է արմատը։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս անգամ։